Ուշագրավ է այն հանգամանքը, որ հայկական լեռնաշխարհում Քրիստոսից առաջ 3-րդ հազարամյակի արդեն սկզբին կիրառված գրերի մասին տեղեկություններ են պահպանել նույնիսկ օտար աղբյուրները։ Խոսքը մասնավորապես Քրիստոսից առաջ 28-27-րդ դարերում շումերական աղբյուրների տեղեկության մասին է, ըստ որին հայոց մեզ հայտնի առաջին պետականության Արատտայի քրմերը ունեին սեփական գաղափարային գիր։ Քրիստոսից առաջ 3-րդ հազարամյակում գաղափարագրերի պարզեցմամբ և գծայնացմամբ ստեղծվում է կամ գուցե կարելի ասել նույն համակարգը զարգանալով վերածվում է գծային գրերի։ Գծային գրերը օգտագործվում են 3-րդ հազարամյակից մինչև Քրիստոսից առաջ առաջին հազարամյակի սկզբները, մինչև Վանի թագավորության կամ Բիայնիլի Ուրարտուի իշխանության տարածումը հայկական լեռնաշխարհում։ Այս համակարգը ցավոք սրտի տակավին մնում է գրեթե չուսումնասիրված։ Մեր նախնական դիտարկումների հիման վրա կարելի է ասել, որ դրանցով ստեղծված արձանագրությունների թիվն այսօր անցնում է 300-ից, որքան էլ տարօրինակ է այս մեծ թվով արձանագրությունները դեռևս համակարգված ուսումնասիրության չեն ենթարկվել, եւ բավականին առեղծվածային մի համակարգ է։ Տակավին անհայտ է մնում գրության ուղղությունը։ Մենք գիտենք, որ հին աշխարհի գրային համակարգերում գոյություն են ունեցել ամենատարբեր գրության ուղղություններ՝ աջից ձախ, ձախից աջ, պարուրաձև ուղղությունը, շրջանաձև եւ բազմաթիվ այլ ուղղություններ։ Մեր գծային գրերի պարագայում նույնիսկ դժվար է ցույց տալ, թե հատկապես գրերի որ ուղղությունն է գործել, բայց որ դրանք մեկ համակարգ են կազմում հայկական լեռնաշխարհում եւ հայտնի են արդեն 300-ից ավելի օրինակներով, միանշանակ է։ Քրիստոսից առաջ 9-րդ դարից հայկական լեռնաշխարհում գրերի պատմության տեսանկյունից ևս տեղի ունենում կարևոր մեծ փոփոխություն։ Վանի թագավորության իշխանության տարածման հետ հայկական լեռնաշխարհում սկսում են կիրառվել 3 գրային համակարգեր։ Առաջինը հենց թագավորության առաջի տիրակալներից մեկի կողմից ներմուծված ասուրական կամ ասուրաբաբելոնյան սեպագրությունն է, որով հայտնի են Վանի ավելի ճիշտ Տուշպա Վան մայրաքաղաքի հիմնադրման արձանագրությունները, ինչպես նաև հետագա մի քանի արքաների ելլեզու արձանագրությունների մեջ հայտնի են ասուրերեն մասեր։ Երկրորդ գրային համակարգը Վանի թագավորության սեպագիրն է։ Ի տարբերություն ասուրաբաբելոնյան սեպագրության, որը զուտ միջագետքյան սեպագրությունն է, սա բավականաչափ տարբերվում է միջագետքյանից։ Տարբերվում է եւ գրանշանների թվականակով, պատկերացնելու համար բերեմ մի քանի թիվ։ Եթե միջագետքյան սեպագրությունը ունի շուրջ 600 սեպանշան եւ ամեն մի սեպանշան ունի մի քանի իմաստ, երբեմն որոշ նշաններ ունեն մինչեւ 10 իմաստ, եւ ընդհանուր առմամբ 600 սեպանշանները արտահայտում են շուրջ 3000 վանկեր եւ հնչյուններ եւ բառանշաններ, ապա հայկական լեռնաշխարհում այդ համակարգը ենթարկվեց մեծ բարեփոխման, որի հետևանքով մեր լեռնաշխարհում օգտագործվում է 200-ից քիչ ավելի սեպանշաններ, հիմնականում մեկ նշանակությամբ եւ շուրջ 300 վանք, հնչյուն եւ բառ են դրանք արտահայտում։ Այսինքն միջագետքյան սեպագրության 3000 միավորի դիմաց մեր բարեփոխման արդյունքներում մնաց 300-ը, կատարելագործվեց 10 անգամ, իսկ սա իր բարդությամբ նույնն է, ինչ նոր գրային համակարգ ստեղծելը։ Վանի թագավորության մեհենագրությունը, ի տարբերություն քիչ առաջ նշված 2 սեպագիր համակարգերի, բնիկ տեղական է, ունի բնիկ հայաստանյան ծագում եւ կապվում է դեռևս ժայռապատկերների, ինչպես նաեւ հետագայում գործածության մեջ մտած գծային գրերի հետ։ Վանի թագավորության մեհենագրերը այսօրվա մեր ունեցած տվյալներով բաղկացած են շուրջ 300 նշաններից, գրության ուղղությունը եղել է աջից ձախը, իսկ ուղղահայաց գրության դեպքում վերից վար։
Այսօր մեզ հայտնի է շուրջ 1500 արձանագրություն եւ մենանշաններ կրող իրեր, որոնք նույնպես նորեն մտնում գիտական մեծ շրջանառության մեջ։ 1995 թվականին միայն հնարավոր եղավ ստանալ վերծանության առաջին արդյունքները, որոնց ուսումնասիրությունը թույլ է տալիս եզրակացնելու, որ Վանի թագավորության մեհենագրության լեզուն եղել է հնագույն հայերենը։ Իսկ սա իր հերթին բերում է իրավիճակի նոր պատկերի։ Հայերենը գրավոր լեզու էր Մաշտոցի Հանճարեղ գյուղից առնվազն 14 դար առաջ, եւ որ հայկական պատկերագրությունը ներկայանում է իբրև աշխարհի ամենաերկարակյաց նշանագրային համակարգը։ Վանի թագավորության անկումից հետո մեհենագրության ճակատագիրը մնում է քիչ լուսաբանված։ Մեզ հայտնի չեն հուշարձաններ, ինչպես դրանից առաջ եղած ժամանակաշրջանում, սակայն մենք ունենք մի շարք գրավոր տեղեկություններ, որոնք հավաստում են, որ Վանի թագավորության անկումից մինչև քրիստոնեության ընդունումը, պետականորեն ընդունումը, Հայաստանում մեհենագրերը օգտագործվում էին տաճարներում։ Մասնավորապես մենք ունենք եւ օտար հեղինակների տեղեկություններ, ասենք Փիլոստրատոսի, Հիպպոլիտիսի տեղեկությունները, որոնք վկայում են առաջինից երրորդ դարերում հայալեզու դպրության գոյության մասին, ունենք ավելի քան խոսուն վկայություն Ագաթան Գեղոսի մոտ պահպանված, որ նախաքրիստոնեական շրջանում հայոց ցուցարանում պաշտվել է դպրության տիր Աստվածը։ Իսկ սա ավելի քան խոսուն փաստ է, որովհետև գիր չունեցող ժողովուրդը չէր կարող ունենալ դպրության աստվածություն։ Եթե ամփոփելու լինենք նախամաշտության Հայաստանի գրային հուշարձանների առաջին խումբը, ապա կունենանք ժամանակագրական այսպիսի պատկեր։ Քրիստոսից առաջ 5-ից 3-րդ հազարամյակներ ստեղծվում է գաղափարագրությունը։ Քրիստոսից առաջ 3-րդ հազարամյակից մինչև առաջին հազարամյակի սկիզբը ի հայտ են գալիս գծային գրանշանները, սրանք դեռևս վերծանված չեն։ Քրիստոսից առաջ 9-ից 6-րդ դարեր Վանի թագավորության ժամանակաշրջանում տարածում է գտնում Վանի թագավորության մեհենագրությունը, որի վերծանության առաջին արդյունքները արդեն ստացվել են եւ շուրջ 300 նշաններից մոտ 60-ը արդեն վերծանված է։ Վանի թագավորության հաջորդող ժամանակաշրջանում տաճարային շրջանակներում սահմանափակվում է, լայն կիրառությունը դադարում է, որովհետև արդեն կային հնչյունական, այբենական գրեր, սակայն որպես սրբազան գրեր դրանք շարունակվում են գործածվել տաճարում, իսկ քրիստոնեության ընդունումից հետո մեր մեհենագրերը անցնում են, եթե կարելի այսպես կոչել, հետմահու կամ գաղտնի գործածության փուլ եւ մինչեւ այսօր գործածվում են հմայագրերի տեսքով։